Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի է ունենում դերասան Վաչե Երիցյանի ու սիրելիի Սրփուհի Բալայանի հարսանեկան արարողությունը։ Արդեն ցույց ենք տվել նաև հարսանիքի առաջին ու բացառիկ կադրերը։ Տեղեկացնենք նաև, որ հարսանիքի ազապի պարտականությունները կատարում է դերասան Հայկ Դարփինյանը։ Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Վաչեն խոսել էր աշխատանքային ու անձնական մի քանի թեմաների մասին, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Գոյ թատրոնում աշխատանքը ժամանակավոր կանգնած է։ ԿԳՄՍ նախարարության հետ բանակցություններ են ընթանում։ Հուսանք շուտով կբացվի թատրոնը ու նորից նույն հունով կգնանք առաջ։ Հիմա զբաղված եմ ալպիական մանուշակ ներկայացման մեջ, որի պրեմիերան նոր է տեղի ունեցել։ 26-ին կխաղանք ներկայացումը։ Ֆորմատը բացօթյա է, խաղում ենք Երևանից դուրս բնության գրկում։ Բակունցի ալպիական մանուշակ պատմվածքն է, ես նկարչի կերպարն եմ մարմնավորում։ Հետաքրքիրն այն է, որ երկու թիմով են խաղում։ Առաջին խմբում Սամվել Թոփալյանը, Արծրուն Հարությունյանն ու Անահիտ Կիրակոսյանն են զբաղված, երկրորդ խմբում Նարինա Պետրոսյանը, Սամսոն Ստեփանյանն ու ես։ Հանդիսատեսը սիրեց այս ֆորմատը։ Սյուրպրիզ նախագծի 4-րդ եթերաշրջանում եմ զբաղված, որն արդեն գնում է դեպի հանգուցալուծում։ Այս նախագծից հետո լսարանս մեծացավ, սկսեցին ինձ ավելի շատ ճանաչել, այս կոնտեքստում ինձ հաջողություն բերեց։ Առաջին բանը, որ ինձ դուր է գալիս այս նախագծում, մարդկանց հետ շփումն է, ռեժիսոր, սցենարիստներ, մարդիկ շատ լավն են, շփումը հետաքրքիր։ Իսկ հայտնի լինելն իմ կյանքում ոչինչ չփոխեց, ընդամենը տեղաշարժս դժվարացավ, բայց ես նույն Վաչեն եմ։ Աստղային հիվանդություն կոչվածն էլ չի դիպչել, համենայն դեպս արձագանքներ չեն եղել։ Եվ գեղարվեստական եւ մի քանի մասանոց ֆիլմերում ունեմ նոր առաջարկներ, քանի որ ֆիլմի ստեղծողները դեռ չեն խոսում դրա մասին։ Ես կլռեմ, բայց կասեմ, որ շատ հետաքրքիր առաջարկներ են։ Ես կարծում եմ, որ այն մարդը չեմ, ով ինչ-որ բան կասի ու դա ինչ-որ բան կփոխի մեր երկրում։ Դրա համար աշխատում եմ չխոսել։ Անգամ սթորիների տարբերակով խուսափում եմ հայտարարություններ կամ կոչեր անելուց։ Հավատացեք, ես այն մարդկանց առաջնաշարքերում եմ, ովքեր ուզում են, որ երկրի վիճակը լավ լինի ու լինելու է, բայց չեմ մասնակցում քաղաքական շարժումների։ Հիմա դժվար գտնվի մարդ, ում չհետաքրքրի քաղաքականություն, որովհետև դա անընդհատ մեր ականջին է, բայց ես ինչպես շատերը դրանից բան չեմ հասկանում ու աշխատում եմ չխոսել։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, պետք է ընդամենը ամեն մեկս մեր գործին լավ տիրապետենք ու ազնիվ անենք մեր գործը։ Դրանից ավելի մեծ հայրենասիրություն չկա։ Ունեմ նպատակներ, որոնց ուզում եմ հասնել, երազանքներ չունեմ։ Կուզեի դաշնամուր նվագել կարողանայի։ Գլխավոր նպատակս հիմա օդաչուի դասերին մասնակցելն է, որը հասանելի նպատակ է, զուտ ֆինանսի խնդիր է։ Ծնվել եմ Հրազդանում, դպրոցական տարիներս այնտեղ են անցել։ Թատրոնի եւ կինոյի հետ կապ չեմ ունեցել, ընդհանրապես հույս չունեի, որ կարող եմ այդ ասպարեզներում հանդես գալ։ Դպրոցում միշտ աչքի ընկնող երեխաներ են լինում։ Ես այդ երեխաներից էի։ Արվեստի հետ կապ եմ ունեցել այնքանով, որ հաճախել եմ երաժշտական դպրոց Դաշնամուրի երգի։ Ընտանիքով որոշեցինք, որ եթե պետք է բուհ ընդունվեմ, պետք է ընտրեմ լեզուներ։ Քննարկեցինք, որոշեցինք, որ արևելագիտական պետք է ընդունվեմ։ Դուրս չեկավ, բայց ընտանիքս էր որոշել, պետք է համակերպվեի։ Մոտ 2 տարի գնացի պարապմունքի եւ մի օր մորս ասացի. այլևս չեմ ուզում գնալ պարապմունքի, չեմ ուզում արևելագիտական ընդունվել, ավելի հետաքրքիր բան որոշենք։ Որոշեցինք, որ պետք է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ ընդունվեմ։ Գտա հարցաթերթիկը, կարդացի հանձնարարված գրքերը, գնացի քննության ընդհանրապես հույս չունենալով, որ կընդունվեմ։ Հետո էլ անունս գտա երկրորդ շարքում, անվճար սովորելու հնարավորություն էի ստացել, հասկացա, ճիշտ տեղում եմ։ Թատերականում շատ կարևոր է, թե ով կլինի քո կուրսխեկը։ Ես ընդունվեցի Արմեն Մազմանյանի արվեստանոց եւ ինձ բախտավոր եմ համարում։ 3 կուրսխեկներ կային՝ Արմեն Խանդիկյան, Տիգրան Գևորգյան, Արմեն Մազմանյան։ Ոչ մեկին չեմ ճանաչել, միայն Խանդիկյանին։ Գնացի մտաքննության, 3-ին էլ նայեցի, որոշեցի, որ պետք է Մազմանյանի կուրս ընդունվեմ։ Չգիտեմ ինչու, բայց պետք է ասեմ, որ բախտս բերեց։ Արմեն Մազմանյանը կրթել է 4 սերնդի եւ նրա կրթած բոլոր սերունդները կապված են իրար հետ, իրար օգնում են, աջակցում են։ Ես հիմա Գոյ թատրոնում եմ աշխատում, որը վերջերս դարձավ Արմեն Մազմանյանի անվան Գոյ թատրոն, եւ պետք է ասեմ, որ բոլոր 4 սերունդները ներկայացված են թատրոնում։ Այս ամենն Արմեն Մազմանյանի շնորհքն է։ Բուհում սովորելու տարիներին նկարահանվել եմ ֆիլմերում։ Առաջին կուրսում նկարահանվեցի ռեժիսոր Վահագն Գրիգորյանի «Ես եմ» ֆիլմում, որի պրոդյուսերն Արմեն Մազմանյանն էր։ Ձեռքբերումն այն էր, որ նկարահանվեցի Սոս Սարգսյանի հետ, թեկուզ մի փոքր հատվածում։ Դա իսկապես վարպետաց դաս էր։ Ինձ թվում էր ֆիլմում Սոս Սարգսյանի հետ շատ երկխոսություններ կունենամ, բայց ընդամենը 1 կտոր էր։ Այդքանն էլ բավական էր։
Ինձ շատ բախտավոր եմ համարում, որ աշխատել եմ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ, խաղացել եմ նրա նկարահանած ֆիլմում, վերջերս էլ կրկին համագործակցել ենք մեկ այլ նախագծի շուրջ, բայց փակագծերը չեմ բացի։ Որպես ներկայացում առաջին լուրջ փորձս եղել է Լալա Մնացականյանի «Չապեկի մայրը» բեմադրությունը։ Մեծ հաջողություն ունեցավ, մի քանի տարի խաղում էինք, հանդիսատեսը չէր հոգնում, անգամ Բելառուսում, Չեխիայում ներկայացրինք այն։ Թատրոն մտել եմ առաջին կուրսից, մեզ համար շատ հետաքրքիր էր լինել մի թատրոնում, որտեղ իսկապես ընտանեկան մթնոլորտ էր տիրում։ Առաջին անգամ բեմում եմ հայտնվել պայիսի մարած սադ ներկայացման մեջ։ Ներկայացման գործողությունները տեղի են ունենում հոգեբուժարանում, Մասսայական տեսարաններում խելագարի դեր էի խաղում։ Ներկայացման մեջ հանդես գալն ինձ համար մեծ հպարտություն էր, ընդամենը 18 տարեկան էի։ Երբ ինձ 2 տարի առաջ հարցնում էին ավելի շատ քեզ թատրոնում ես տեսնում թե կինոյում, պատասխանում էի՝ իհարկե թատրոնում։ Էդգար Բաղդասարյանի շնորհիվ հասկացա, որ թատրոնն ու կինոն երկու միանգամայն առանձին աշխարհներ են։ Երբեմն կարող են իրար խանգարել, երբեմն օգնել, միգուցե տարիներ անց այլ կերպ մտածեմ։ Մի քանի տարի առաջ ծանոթներիցս մեկն ասաց՝ մուլտֆիլմերի հնչյունավորման հետ կապված աշխատանք կա, կցանկանաս փորձել։ Տեղեկացա, որ Միացյալ Նահանգներից Walt Disney ընկերությունից պատվեր է եկել հայերեն հնչյունավորելու իրենց մուլտֆիլմերը։ Պետք է նայեինք մուլտֆիլմը, հասկանայինք մեր կերպարը, փորձ անեինք ու ուղարկեինք նահանգներ։ Հաստատվելու դեպքում արդեն կսկսեինք աշխատել։ Մի կերպար էին տվել, որը շատ կարճ տեքստ ուներ, կարդացի, բայց չհաստատվեց։ Զանգահարեցին, առաջարկեցին փորձել Մայք Վազովսկու կերպարը հնչյունավորել։ Փորձեցի, ուղարկեցին նահանգներ, հաստատվեց։ Մայք Վազովսկուն հնչյունավորելն ինձ համար ամենաբարդ եւ միևնույն ժամանակ ամենահաճելի աշխատանքն էր։ Բացի հրեշների ընկերությունից Disney այլ մուլտֆիլմեր էլ եմ հնչյունավորել, բայց հրեշների ընկերությունն ամենայուրահատուկն ու ամենաառաջին փորձն էր։ Ամենահաճելին այն է, երբ դու խաղում ես աշխատանքիդ պտուղները։ 2014 թվականն էր։ Դիսնեյից վկայագիր ստացանք, որ ԱՊՀ տարածքում բոլոր Մայք Վազովսկիների մեջ օրիգինալին ամենամոտն ու ամենաճիշտը Հայաստանինն է։ Գրված էր՝ հարգելի Վաչե Երիցյան, շնորհակալություն մեզ հետ աշխատելու համար։ Ես իհարկե շատ ուրախացա։ Ինձ ուղարկել էին նաև Մայք Վազովսկու խաղալիքը, մինչև հիմա տանը պահում եմ այն։ Եթե մարդ ուզում է աշխատել, առհասարակ որևէ խանգար ու հանգամանք չի կարող լինել։ Մտածում եմ, որ եթե մենք բոլորս սկսենք աշխատել գերմանական ճշտապահությամբ, Հայաստանը հրաշալի երկիր կդառնա։ Սրփուհի Բալայանն էլ խոսելով իր անցած ճանապարհի մասին նշել էր. Արցախում սովորելիս իմ գյուղից դպրոց հասնելու համար ոտքով 4 կիլոմետր ճանապարհ էի անցնում ու դա կյանքիս ամենաբարդ բանն էր թվում։ Մտածում էի տեսնես կա մի մասնագիտություն, որը հնարավորություն կտա այդ ամենի մասին պատմել։ Առաջինը մտքիս գրելը եկավ ու 10 տարեկանից փոքր տեքստերս ծնողներիս համար էի կարդում, հետագային որոշեցի դերասանուհի դառնալ։ Բազում տարբերակներ ունեի, թե Երևանում թատերական ընդունվելիս ինչ եմ ասելու, բայց ոչ մեկն էլ չօգտագործեցի։ Հաջողությամբ ընդունվեցի ու հասկացա, որ դերասանուհի դառնալն իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր։ Ուսանողական տարիներին Լյուդմիլա Ռազումովսկայայի «Դեպի տուն» ներկայացումը խաղալուց հետո եմ մասնագիտությանս մասին շատ բան հասկացել։ Իմ առաջին մեծ դերն էր ամենասիրելի ու դժվար, որի շնորհիվ էյֆորիա ապրեցի ու զգացի ծափահարությունների ուժը։ Հետո եղան ֆիզիկական պատրաստվածություն պահանջող դերեր, ինչն ազդակ էր, որ եթե չեմ բողոքում ու հոգնում, ցավն ինձ չի խանգարում, ուրեմն զբաղվում եմ սրտիս ուզած գործով։